Տարի մասի 3-ին անցկացնում է հինավացորի տոն։ Այս տոնի ժամանակ աղոթում են նորբանավճները աղոթում են։ Հինավացորի սկիզբը առել դեր հիան ժամանակաշրջանում կատարվող ջուրուսինո սեկու տոնի ժամանակ։ Հավատում են, որ թուղթից պատրաստված տեխնիկա հիդրոգաթա իր վրա կվերցնի բոլոր շտապությունները և տոնի ժամանակ և աղջիկները և տղաները կսինել իրենց մանրին վրա և դարձնում դեպի վրա։ Այս տեսը կոչվում է նագաշի բանա, հետագայում որպեսզի գետը չկեղտոտվեր, սկսեցին այդ տեխնիկներին օգտագործել որպես տան զարդարում։ Տիկնիկներին զարդարում են հիմնական կոչվող փոքրիկ աստիճանային հատակի վրա, որի դեպքում դեպքում են կայսրի ներկայացնող օգնյան և կայսրի ներկայացնող մելինա տիկնիկները։ Այն ներկայացնում է կայսերական ընտանիքի ամուսնության արարողությունը, նրանց ներքևում դրվում են 3 պարապետական կանայք, կանջով, որոնք հոգ են տանում արխայական ընտանիքի մասին։ Իսկ նրանց տակ դրվում են 5 պարապետական երաժիշտները, Հոնի Բանեշի, ովքեր նվագում են ճապոնական ավանդական երաժշտական գործիքների վրա։ 5-րդ հարթակիրը կարող եք տեսնել Ջոգո և Սելենցի, որոնք հոգ են տանում կայսերի մասին։ Իրանք ներկայացնում են մարդկանց 3 գլխավոր զգացմունքները՝ ուրախություն, տխրություն և չքանություն։ Իրանք դեպում են, որպեսզի այդ ընտանիքում դիմաց երեխան առողջ զգացմունքներով մեծանա։ Եվ այս հիմնադրամի առջև խնդիր է անցկացվում, որի ժամանակ խմում են սպիտակ սակի և ուտում են չիրաշի ծիշի։ Սպիտակ սակի Սովորաբար հիմնադրամը սկսում է զարդարել փետրվարի սկզբից մինչև փետրվար ամսվա կեսերը, որպեսզի մոտ 1 ամիս մինչ հինավացորի օրը հիանան նրանցով։ Ըստ ավանդույթի, տոնից հետո տիկնիկներին հնարավորինս շուտ տեղավորում են իրենց տեղերը։ Սա արվում է, քանի որ հավատում են, թե եթե ուշացնեն հավաքելը, աղջիկը ուշ կամուսնելը, կամ աղջիկը չի կարող ժամանակին տեղավորել տիկնիկները, դա փաս չի լինի։ Աղջիկը առաջին հինավացորին կոչվում են հացը ձերքով։ Այդ տոնին տիկնիկները սովորաբար մատակարարում են մոր ծնողները։ Այս ժեստով ցանկանում են, որպեսզի տիկնիկը իրավարեցին թողնուհուն սպասող բոլոր դժբախտությունները։ Հինավացորին նաև անվանում են Մոմոնո Սեկկու, քանի որ դրանցի ծաղիկները կազմում են այս տոնի անբաժան մաս է։ Նրանք հավատում են, որ դեռ ցամի չարիքներին վարելու ուժ, այդ պատճառով մարդիկ այս ծաղիկներից զարդարելով ցանկանում են ստանալ նրանց օրհնությունը և պաշտպանությունը։ Բացի դեղցի ծաղիկներից, օգտագործում են նաև սակուրան և տաչիբանանի ծաղիկները։ Ինչ այլոց այստեղ են նշված, քանի որ հետո ժամանակաշրջանում հասարակները գիշեր են անցկացվում։